Միջոցառման հենց սկզբում հանդիսավորությամբ դահլիճ են մտնում մանկապարտեզի առաջին տնօրեն Էլմիրա Սաժինյանը, ապա նաև մանկապարտեզի առաջին ու տարբեր տարիների շրջանավարտներ։ Դպրոցի 30-րդ հոբելյանական տարում մանկապարտեզն ավարտում են թվով 36 ծանր, ովքեր ներկաներին ու ծնողներին են ցուցադրում իրենց դաստիարակների աշխատանքը, շնորհակալություն հայտնում ու հրաժեշտ տալիս սիրելի մանկապարտեզին ու դաստիարակներին։ Իրենց կյանքի կրթության առաջին վկայականները փոքրիկները ստանում են տնօրեն Անահիտ Ախվերդյանի կողմից։ Շավինյան Գոհար Փոքրիկներին շնորհավորում եւ դեպի գիտելիքի նոր աշխարհ բարի երթ են մաղթում Ալավերդու քաղաքապետը հոգեվոր հովիվը։ Ելույթ են ունենում նաեւ մանկապարտեզի 15 տարվա տնօրեն Էլմիրա Սաժինյանը, դաստիարակներ, ծնողներ։ Թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատությունը աչքի է ընկել ոչ միայն ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման բարձր մակարդակով, այլ նաեւ կոլեկտիվի համերաշխությամբ մենք եւ այցելություններով եւ տարբեր միջոցներով հնարավոր հետևում ենք ձեր աշխատանքներին եւ առանձնանում ենք նաեւ նրանով, որ ես տեսել եմ այստեղ շատ համերաշխ եւ գործնական հարաբերություն ծնողների հետ, որոնք միշտ պատրաստական են եղել կոլեկտիվի հետ միասին, իրենց երեխաների հետ միասին մասնակցելով տարբեր աշխատանքների բարեկարգման, կանաչապատման։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկեր Էլմիրային, որը հիմնադիրն է եղել այս մանկապարտեզի, որը հասցրել է նաև ավարտացնել մանկապարտեզում իմ զավակներին։ Շնորհակալություն եմ հայտնում ընկեր Ախվերդյանին, որ բարի ավանդույթների շարունակողն է եղել եւ պատկերը այսօր մենք տեսնում ենք։ Մշտապես այս օջախում տեսել են կազմակերպված միջոցառում։ Այնուհետև մատաղսերնդի դաստիարակության գործում ունեցած ավանդի ու մանկապարտեզի 30-ամյա հոբելյանի արդիվ պարգևատրվում են մանկապարտեզի տնօրենն ու մի շարք աշխատակիցներ։ Մանկապարտեզի տարբեր տարիների շրջանավարտները եւս անմասն չեն մնում միջոցառումից եւ մանկապարտեզի դաստիարակների հետ յուրօրինակ բարով վերհիշում են իրենց մանկությունը։ Մանկապարտեզի հիմնադիր տնօրեն Էլմիրա Սաժինյանն այսօր բանման հիշում է, թե ինչպես 30 տարի առաջ առաջարկ ստացավ ղեկավարելու նոր կառուցվող այս մանկապարտեզը։ Երջանկահիշատակ Նորիկ Սարիբեկյանը կանչեց ինձ մանկապարտեզից ու ասեց. «Ուզում եմ քեզ ուղարկեմ վերևի մանկապարտեզը, կգնաս աշխատանքի», ասեցի կգնամ, ասեց շատ դժվար է։ Հիմա այնտեղ աշխատում են 13 բրիգադ։ Դու պետք է այդ բրիգադի հետ շինարարության հետ միասին աշխատանքը շարունակես։ 85 թվականի հուլիսի 1-ից ընդունելություն կատարեցինք, իսկ օգոստոսի 1-ից ընդունեցինք երեխաներին։ Եվ ես ոչ մի անգամ չեմ մոռանում Նորիկ Սարիբեկիչի երեխաների նկատմամբ սիրո վերաբերմունքը։ Ես որպես մանկապարտեզի առաջի աշխատողներից ուզում եմ շնորհավորել մեր մանկապարտեզի 30-ամյակը 85 թվականի հունվարի 21-ից 6 աշխատակիցներով ընկեր Էլմիրայի գլխավորությամբ մտել ենք մանկապարտեզ, մաքրել ենք, կահավորել եւ 30 օգոստոսի 75 աշխատակիցներով մեծ խանդավառությամբ ընդունել ենք երեխաներին։ Ես 35 տարեկան էլ չեմ եղել, աշխատել եմ 21 տարի, սիրով, նվիրումով, ոչ միայն այսօր, միշտ էլ։ 30 տարիների ընթացքում մանկապարտեզը ղեկավարել են 2 տնօրեններ, որոնք հավասարապես կիսում են աշխատանքային ավանդի 30 տարիները։ 1985 թվականին մանկապարտեզն աշխատել է 12 խմբով, որտեղ հաճախել է շուրջ 300 երեխա։ Այսօր մանկապարտեզում գործում է 5 խումբ 160 երեխայով։ Մանկապարտեզի տնօրենի ու դաստիարակների ցանկությունն է ունենալ եւս 1 խումբ, որպեսզի հնարավոր լինի ավելի մեծ թվով երեխաների ընդունել։ Մենք ունենք դիմումների մեծ քանակություն եւ եթե 6-րդ խումբը չբացվի, ապա մեր այս երեխաները երկար կմնան հերթում եւ առաջիկայում կզրկվեն նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից։ Մեր մանկապարտեզը քաղաքի երիտասարդ մանկապարտեզ է համարվում, բայց արդեն հասցրել է ունենալ բազմաթիվ խնդիրներ, շատ կերազեինք այդ խնդիրները լուծված տեսնել եւ գոնե տարին մեկ
մի խումբ բացվեր ավելի, իր սկզբնական 12 խմբի հզորությունը բացել մանկապարտեզը։ Միջոցառումն ավարտվեց տոնական սեղանի շուրջ տոնական տրամադրությամբ։